Կինոհավաքությունն ուրեմն տեսեք, ծրագրերից եք խոսում, բայց որ նայում ենք վերջի որի տարին իշխանության, 8-րդ տարին իշխանության եք 8 միլիարդ պարկ եք վերցրել, արտաքին պարկ ունենք, բայց մի հատ, սա մասին շատ է խոսել, բայց մեկ անգամ ևս կասեմ, մի հատ ճանապարհ, մի հատ թունել չկա կառուցած ձեր իշխանության ժամանակ, հիմա որոշել եք Արշակունյաց Իսակովը կառուցեք, հələ չենք տեսել, իհարկե խոսում եք սրա մասին, դրան գումարում եք բանը, ուրեմն Դավիթ Հաշեն Թբիլիսյան խճուղին, իրականում գեղեցիկ ծրագրեր են, լավ ծրագրեր են, քաղաքին օգնող ծրագրեր են, եթե սրանք իրականանան, մետրոպոլիտենը լավ ծրագիր, եթե իրականանա, նորագյուղն եք որոշել, ուրեմն կառուցեք կամ չգիտեմ նոր թաղամաս ստեղծեք, լավ ծրագիր է, եթե այն նյու վասուկի նման մի հատ ծրագիր է, այդ նման ծրագիր կոնդն է, կոնդը չեք կարողացել անել, թողել եք այս թղթի վրա, հիմա ասել եք նորագյուղի անունն եք տալի արդեն։ Հիմա որ Արշակունյաց Իսակով Պողոտան ուզում եք կառուցեք, մի հատ հաշվարկվել է ձեր քաղաքապետարանի կողմից իհարկե։ Եթե Արշակունյաց Իսակովով այդ հոսքը տրանսպորտային հոսքը գնաց Արշակունյացում ինչա կատարվելու։ Այնտեղ կատաստրոֆա է լինելու։ Այնտեղ հիմա է արդեն կատաստրոֆա։ Այնտեղ պատկերացնեք ինչ խցանումներ է լինելու այդ Արշակունյաց Պողոտայում։ 19 թվականի ԿՊ երբ որ իշխանության էր Երևան քաղաքում, էլի նոր էր եկել իշխանության ավելի ճիշտ, ծրագրերից մեկը Արշակունյաց Գարեգին Էրզբեխ խաչմերուկում, կինո հայրենիքի խաչմերուկում, էստակադա կառուցելն էր։ Այդ էստակադան որին էր, այսօր Արշակունյաց Պողոտան ծանրաբեռնված չէ լինի։ Առաջիկայում երբ որ Իսակով Պողոտան, Իսակովը միանա Արշակունյացին, այդ ժամանակ է ծանրաբեռնված չի լինի։ Բայց հիմա ծանրաբեռնված է, ու եթե այս ծրագիրը աստծո հաջողությամբ ստացվի, այդ ուրեմն Արշակունյաց Պողոտան էլ ավելի է ծանրաբեռնվել։ Ուրեմն անդրադառնամ Միասնիկյան Պողոտային։ Այս շենքում մի հատ սրա մասին ես էլի խոսել եմ, նիստի ժամանակ եմ խոսել, կարծեմ անցած այս նիստի անցած ուրեմն հանձնաժողովի նիստի ժամանակ եմ խոսել։ Խորենք Գրիգորյան անազգանով մի հատ շին բարեկարգման վարչության պետք է, ով որ հիմա էլ ուզում է դառնա падգամավոր, ոնց որ թե։ Հիմա ինքը ստեղ խոսք է տալիս, որ Միասնիկյան Պողոտան դարձափոխային է լինելու։ Վերջը 23 թվականից 3.5 տարի անցել է, ինչ եղավ այդ ծրագիրը, արվելու է, չի արվելու, թե եկել է հերթական խոստումներ տալու ժամանակը, ոնց որ 23 թվականին խոստումներ տվեցին գեղեցիկ, թե ինչ որ 18 թվականին խոստումներ տվեցին գեղեցիկ, ու տենց էլ իրականացվեց։ Ուրեմն դա Միասնիկյան Պողոտայի հետ կապված։ Ուրեմն մանկական երկաթուղու թունելների հետ կապված, ես այդտեղ տեսանյութ եմ արել մանկական երկաթուղու թունելների հետ կապված, երկու թունել, էլի 23 թվականին խոսվեց, որ նախագծող են ճարելու, հետո ճարվեց այդ նախագծողը, որ նախագծելու է մանկական երկաթուղու թունելները, գերեզկանալու է, վերանորոգվելու է եւ այլ։ Պարզվեց դրանից հետո, որ այդ մանկական երկաթուղու վերևը 50 հարկանի շենք են կառուցելու։ Այսինքն այդ գումարները փոխանցել են այդ նախագծման, եթե լացեն 9 միլիոն դրամ գումար են տվել նախագծողի, այդ թունելների համար նախագծում չկա, այդ թունելները վերանորոգված չի վերանորոգվելու, որովհետև այդ թունելների վերևը 50 հարկանի շենք է կառուցվելու։ Գեղեցիկ խոսում եք, քաղաքապետարանը, քաղաքային իշխանությունները եկել է իրանց գեղեցիկ խոսալու, գեղեցիկ խոսումներ տալու ժամանակը, վերջը մեկ էլ չտեսանք, այդպես էլ չտեսանք, ոչ մետրոպոլիտենը, որը 7-8 անգամ խոստացվել է այս իշխանությունների կողմից, ոչ էլ քաղաքը շրջացող նոր ճանապարհներ, որը կբեռնաթափի այս քաղաքը։ Հա իդեպ, այստեղ նաև ինձ շատ խորը կասկած առաջացնում այն 1 միլիարդ դրամը, որը տրամադրվել է Օհանով Շերամետ հատվածի հարավարևմտյան թաղամասի ճանապարհի համար կրկին անգամ, ուրեմն նախագծելու համար։ Նախագծված ճանապարհի համար կրկին անգամ 1 միլիարդից ավել գումար է տրամադրվում, 1 միլիարդից պատկերացնում եք, հա, կա դրա մասին խոսամ, ես մի քիչ ավելի ուշ գումար է տրամադրում, որ կրկին անգամ նախագծվի։